Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ինչպես տեսնում եք այսօր մեր հյուրն է ազգասերներ խմբի ղեկավար Գագիկ Թադևոսյանը, բայց միջև մեր հաղորդման անցնելը ուզում եմ հիշեցնել, որ չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը եւ իհարկե այսօր պարոն Թադևոսյանի աշխատանքը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Թադևոսյան։ Հարգանքներս Լենդրուս ջան, ես ուրախ եմ, որ կրկին անգամ հրավիրել ես, շատ ուրախ եմ, որտեղ ոնց ասեմ, մյուսներին չվիրավորում, ուղղակի անմիջական տեղն է, որ կարողանում ենք կես բառից հասկանալ։ Խնդրեմ, ցանկացած հարցի պատրաստ եմ պատասխանել։ Ցանկացած։ Ես էլ շատ ուրախ եմ, որ դուք ընդունել եք իմ հրավերը, որովհետև շատ հաճելի է ձեր այդ հաղորդում պատրաստելը։ Հիմա, քանի որ մեր հաղորդումը Կիրակի օրն է լույս տեսնելու, այս Կիրակի առավոտը ու հենց համընկնում է ընտրությունների հետ, ինչպես գիտեք, Էջմիածնում ընտրություններ են լինելու, ինչ սպասելիք դուք ունեք, մեկ էլ ինչ սպասելիք ժողովուրդը այնտեղի պետք է ունենա։ Ես իմ անձնական կարծիքը ասեմ, ժողովրդի սպասում է Էջմիածնի, ես ցավում եմ, որ որևէ մեկը ինչ-որ բան պետք է սպասի որևէ ընտրությունից, որ իրեն համար փոխվի, եթե այդ ընտրությունը այսպես թե այնպես քաղաքապետի ընտրություն է, ոչ թե Գերմանիայի նման դաշնային պետության, որ ամեն քաղաք իր օրենքն ունի, ասենք Նյուրնբերգն ու Ֆյուրտը նույնիսկ իրար մեջ, որ Նյուրնբերգի մեջ է մտնում Ֆյուրտը, մերձ։ Նյուրնբերգի ու Ֆյուրտի օրենքները ուրիշ են։ Պատկերացնում եք, ամեն մեկը անկախ պետական միավորվոր վրա, այդպես են միավորվել գերմանական հողերը 1671 թվականին։ Հայաստանում նման բան չկա։ Եթե ընտրվում է քաղաքապետ, կապ չունի որ խմբից, ԿՊ-ից չեղավ, մեկ ինքը ծառայելու է, ԿՊ-ի այլընտրանք չունի։ Ինքը չի կարա բյուջե ձևավորի Լենդրուս ջան, ինքը չի կարա առանց ԿՊ-ի հետ փող համագործակցությամբ որևէ հարց լուծի։ Պատկերացրեք, դու ես կամ ես եմ, ինչքան էլ ԿՊ-ի դեմ լինենք, քաղաքը պետք է պահվի, քաղաք չի, համայնքա 63000-նոց կողքի գյուղերն հետ։ Պիտի պետություն, վերջ։ Այսինքն նույն առուշներ ասում հաղթին կուռա պետության հետ, նույն Գևորգ Պարսյաններ ասում կապանի ուռա եւ մնացածը, նույն Վարդանիկ եւ մյուսներ։ Այսինքն իմ համար որևէ լուրջ այնտեղ բան չեն տեսնում։ Միակ բանը, որ ես կարամ ասեմ, այս ընտրությանը, որ Մեխակի տղան, Մեխակ, եթե Մեխակը մեր ազգային հերոս Մեխակի, որը Մեխակյանի իր անունով Արցախում Մեխակասարն էր կոչվում, անցավ Նիկոլի կողմ։ Մի քիչ պետք է ինքը իրան հայլուն նայեր, հոր հիշատակն էլ լավ նայեր։ Նոր նման քայլի գնար։ Չնայած էլի եմ կրկնում, ինքը չլիներ Նիկոլի կողմից էլի ընտրվի, մեկը կատարելու է Նիկոլի հրամանները։ Կարճ կոնկրետ։ Ժողովուրդը ինչ է դրանից ակնկալում, դժվարանում եմ ասել, ինչ որ լավ բան, քանի որ մինչև է տեղել է Նիկոլի Դայնիկը, Ձիանչիկը, որը հայտնի եղել մի խոսքով որոշ էջերից, սայթերից պլյուս 21, եւ նրանք քաղաքում ապօրինի շինարարություններ արեցին, հանցագործություններ, բենզակալոնկա, կեսրար, կիսուր, խփոցներ եւ այլն, եւ հելավ հանեցին, ուղղակի հելավ թե հանեցին, սա հարցի մյուս կողմն է։ Երկար ժամանակ ուներ ԺՊ, այսինքն ժամանակավոր պաշտոնակատար քաղաքում, Էջմիածինը մեր հոգևոր քաղաքն է, մեր լավագույն քաղաքն է Վաղարշապատը, եւ ես ամենայն դեպս կոլորիտային մեր միակ քաղաքներից մեկն է, Հայաստանում ունի 50 քաղաք, 10-ն են կոլորիտային, չէ՞։ Օրինակ ասում եմ, նկարչություն Արտաշատից, Արարատից, Վեդիից, Աշտարակից, ոչ մեկ չի ջոյի, Աղթիկից, Աբարանից, ոչ մեկ չի ջոյի, չեմ ասում Գնթունու մոտ կամ ինչ-որ շենքի մոտ։ Այսինքն կոլորիտային ունենք Էջմիածինը, Վաղարշապատը, որը տարբերվում իր եկեղեցով, իր քաղաքի ոճով, մեր լավագույն քաղաքներից։ Թե ոնց կանցնի, ով կանցնի, դա իմ համար էական տարբերություն չկա։ Ինքը պետք է փողը ստանա պետությունից։ Եթե դու նայելու ես պետության ձեռքին, դու անկախ միավոր չես, որ հակադարձես, ուրեմն դու իր հետ ես աշխատելու։ Առուշ Արուշանյանը, Գևորգ Պարսյանը, Վարդանիկին չասեմ, դա էլի պետության հետ է։ Բայց էլի նենց է դուս գալի, որ Միյանը իշխանականներն են, Մուսյանը էլի այդ ռուսի համար ծառայողներն են։ Չէ, էլ իշխանականներ են։ Բոլորը իրար հետ նույնն են։ Փրկում չկա, էլի ճանապարհ չկա, որ մարդ ասի, այս մեկին գոնե սենց Քանի դեռ երկրում գլխավոր Սիրժիկը ոնց էր ասում, ձուկը գլխից է ուտում, գլխից պետք է բռնել։ Քանի դեռ գլխից չեն բռնել, տակը բոլորը նույնն են։
Շատ լավ։ Հիմա քանի Սերժի որ հենց խոսացինք Սերժի ձկից եւ ընտրություններից, չեմ կարող էլի չհարցնեմ, քանի որ դուք հենց պատմության մասնագետ եք, իմ կարծիքն է, սա անձամբ իմ կարծիքն է, այս ձևի հարցեր ոչ թե պիտի տաս քաղաքագետի կամ չգիտեմ վերլուծականի, այլ պատմության մասնագետի, որտեվ պատմության մասնագետը ոնց որ sense պատմությունով է վերլուծում եւ կարող է ավելի լավ վերլուծել։ Այս 30 տարվա մեջ, հա, այս անկախությունից ի վեր, ո՞րն է այս մեր 35, ո՞րն է այս մեր կյանքից գնացել է 35, ո՞րն է մեր այս դժբախտության պատճառը, որ չենք կարողանում մի հատ պետություն կառուցել, հա, ո՞րն է, ի՞նչն է մեզ խանգարում։ Մտում խելքը ունենք, ինտելեկտը ունենք, անիմաստ ազգ չենք, վայրի ազգ չենք, ո՞րն է մեր խնդրեմը։ Ի՞նչն է մեզ խանգարում։ Սկսեմ սկզբից, թե Ոնց դուք ուզես, ոնց կուզես։ Հա, լավ։ Այս կվասը դնեմ մի կողմ։ Ահա։ Ու սկսեմ ջղայնացավ ոնց որ։ Ուրեմն լսի։ Երբ որ Հայաստանի վրա սկսեցին աշխատել Ռուսաստանը, ամենառաջ։ Երբ որ սկսեց աշխատել Ռուսաստանը Պյոտրի ժամանակից, այս մասին ասել։ Կոնստանտինոպոլսի պայմանագրով ինքը հələ չեկած Հայաստան թուրքերի հետ գաղտնի պայմանագիր կնքեց, որ ամբողջ Հայաստանը ճանաչում է Օսմանյան կայսրության անբաժանելի մաս։ Հետագայում ինքը եկավ, տեսնույն այդ պայմանագրի, բոլոր Պյոտր, ես իմ սև շունկ, ես իմ ազատույթ, բայց հանցագործ, ես մասին պատմել եմ, Պյոտրը դա չի եղել են Պյոտրը, իսկական Պյոտրին փոխել են Հոլանդիայում դեմքին մասկան հագցրել գցել են, բերել են այս ջհուդ հանսին, որը ռուսերեն չգիտեր, եւ ռուսերենը համարում էր խալոպի լեզու։ Իսկական Պյոտրի ծագման մեջ որ գնամ, շատ պատմաբաններ նույնիսկ ռուս ասում են, որ ինքը եղել է Խոջազաքար Սարաֆյանի ջուղայեցի միլիարդատերի երեխան, քանի որ Ալեքսեյ ցարը նրա հայրը փոքր էր 1.55-1.60 բոյով, իսկ Պյոտրը բոյով։ Թողենք այս ամբողջ։ Հիմա Պյոտրը եկավ, մինչև Պյոտրի գալը ամբողջ Փոքր Ասիայի հայկական միջադեպքի եւ այսօր Կովկասի, ինչպես նաեւ Կովկասի տարածքի 80%-ը էթնիկ հայեր են։ Իրենք եկան թուրքերի հետ գնացին գործարքի։ Ինչ գործարքի։ Մենք Լենին, հələ չասնենք Լենին, Քեմալին։ Ինչ արեցին։ Չերքեզների եւ չերքեզահայերի սպանեցին Կրասնոդարի եւ Ստավրոպոլի մասում, որը պատմական Չերքեզիան է։ Չերքեզներին վտարեցին Թուրքիա եղեռնանելով։ Թուրքերին էլ այնպես արեցին, որ ծանր պայմաններում կեսին խեղդեն եւ մեղավորությունը գցեն քրիստոնյա հայերի վրա, որ հայերն են մեղավոր ռուսի ընկերեն։ Եվ չերքեզների կողմից հայերի կոտորած իբր օսմանները կապ չունեն թուրքերը, բարթելով հայերի վրա։ Բայց նույն պայմանագրի գաղտնի մասով Ստավրոպոլ, Կրասնոդարը թուրքերը իրենց Օսմանյան կայսրության ճանաչեցին Ռուսաստանի անբաժանելի մաս, Արևմտյան Հայաստանն է նվեր տալով ռուսը ճանաչեց Թուրքիայի անբաժանելի մաս։ Եղեռնը մենք տեսենք, նախ եղեռնը չի եղել 1.5 միլիոն կամ մոտ 1.5 միլիոն, որ այս շշ խոսում են։ Եղեռնի ժամանակ սպանվել է ավելի քան 2.8-3 միլիոն մարդ, որտեղ եղեռն չի կարելի համարել միայն ապրիլի 24-ին գած հատվածը։ Եղեռնը սկսվել է 1895 թվականից Համիդիե ջոկատներով, որոնք 300,000 հայ են սպանել, որի վառ հիշատակի վրա Կոլումբիայի Արմենիա քաղաքն ադրվել, Եղեռն այսինքն այն ժամանակվանից ճանաչվել է, այդ ընթացքում քանի 100 անգամ հայերի սպանվել է, մինչև 1933 թվականի Դերսիմի կոտորածը։ Այսօրվա Բաբերթի շրջանի Բայբուրթի կոտորածը, հա։ Այսինքն սպանվել է 3 միլիոն հայ, բայց 3 միլիոն հայի սպանությունը լայրջա ինքը ավելի ցավոտ է, բայց ավելի ցավոտ ու կործանարար էր նրանից հետո մնացած հայերի ճակատագիրը։ Հուսալքված, երկիր չունեցած, կոտորված, աշխարհով սփռված, լեզու չիմացող, ձուլվող, մի մասը բեդվինների հետ փախան, բեդվինները այսօր դենթ են վերցնես 40%-ը հայ է։ Մի մասը արաբների հետ, մի մասը թուրքերի հետ ապրելու համար, հասկանում ես, մի մասը ռուսների հետ, վրացիների հետ, ֆրանսիացի, Եվրոպա, Ամերիկա էլ չասեմ, Արգենտինա եւ այլն։ Այսինքն բացի կոտորելուց եւս մոտապես 2-3 միլիոն հայի սարքեցին օտարածք։ Հետագայում եկավ այդ Լենին Քեմալից հետո եկավ արդեն խորհրդային միություն, ջութ բոլշևիկյան պետություն, բոլոր ղեկավարները ջութ, անխտիր բոլոր ղեկավարները ջութ։
Վերցրեցին Հայաստանը, արդեն գիտես, Նախիջևանը տվին, Ջավախը տվին վրացիներին, Արցախը տվեցին թուրքերին, բայց մնաց 31000 Հայաստան 1926-ին, սես չէր լինի։ Սկսեցին Հայաստանում բերել ղեկավարներ, Աղասի Խանջյանին դանակով խփեցին, բերեցին Հայաստանում ղեկավար Մատաղի Ուլ Մացակ Պապյանին, Բևերի Պապյանի պապուն, իրպես դավաճան, որը ավարտել է կոլխոզի դպրոցը, տվել են Հայաստանի Կենտկոմի գլխավոր քարտուղար Կոմկուսի ղեկավար, որին ինչ թուղթ տվեց ստորագրել են եւ Հայաստանը 31000-ից է գյուղ անկլավ ծակելով դառավ 29743, նրան է շարունակեց ապուշտիկոլ, արդեն տեսնեք 29.5, թողենք այդ հիմա։ KGB-ն աշխատեց ներսում, ուրեմն Արցախից եւ Արևելյան Հայաստանից, որ այսօր կոչվում է Քոչվորստան Ադրբեջանն, պատերազմին ուղարկեցին մոտավորապես 400-500 մարդ, որից 86000 մեռածների գերակշռ մասը եղել են հայ, ընդ 8000 թե 5000 ադրբեջանցի։ Այսինքն համ այնտեղից եւ Ռուսաստանից եւ Վրաստանից մնացած մասերից հայերին բերեցին ճակատ ջարդելու 300,000 Հայաստանի 1,800,000-ից ջարդին, պլյուս դրան այն ֆրանսիացիները, որոնք մի հատ հայերին վերցրեցին Արևելյան լեգիոնում, որպեսզի Իսրայել ազատագրեն, հետո բերին իբր Կիլիկյան ազատագրեն, հայերին հանեցին սարը, զենքը տվին թուրքերին, հայերին սպանեցին, Կիլիկյանը նվիրեցին, մի հատ է ֆրանսիական ջոկատները Միսակ Մանուշյան եւ մնացածի ձևով, մի հատ էլ գերմանական ջոկատները, որոնք Նժդեհը փորձում էր բերել, ուղղակի դա հարցի մյուս մաս կնաց, Նժդեհի ջոկատը ավելի խելքը գլխին էր, քանի որ Նժդեհը Գերմանիայի հետ համագործակցելուց ինքը կարողանում էր ճիշտ վերադասավորել հայկական լեգիոնների գործը։ Այսինքն եւս մի կոտորած, պլյուս դրան աքսորներ, սով, հիվանդություններ եւ այլն, եկավ Ստալինը սատկեց, իբր եկավ Սովետ միության քիչ լավանալու ժամանակը, բայց իհայտ եկավ հաջորդ KGB-ի ձևը։ Կղեր բառը դառավ հայոյանք տղամարդու, հասկացաք, չեմ ուզում ասել։ Հայոյանք դառավ ցանկացած բառը, եկեղեցին դառավ խոզանոց, եսիմ հավաբում, կոտրված, ջրի տակ, քանդված, պայթեցված։ Այդքանով չբավարարվեցին։ Սկսեցին Երևանի մեջ թաղամասերով իրար վիրավորել։ Օրինակ դու որտեղ ես եղել։ Անամեստան։ Զեյթուն։ Ես եմ Զեյթուն։ Տես։ Կենտրոնի տղեն լավ տղա, այ քյարթու 3-րդ մասցի։ Սկսենք շրջանները, չէ՞ կռիվ են իրար, այ քանակերտի այս կռիվը։ Հաջորդը սկսեցին շրջանները, այ Շաբարանցի, այ Ճորտազ Լեննականցի, այ Շաշ Լոռեցի, կռիվը, վերջ։ Այսինքն բացի երկրի կոտորումից սկսեցին իրար մեջ ուտելը։ Ով է բերել Ղարաբաղցիներ, որ լեկտի որոշմաս ասում են Կարաբաղսկի է, կլանի անունը, ով։ Սերժի ու Ռոբերտ Քոչյանի օֆիսները։ Իրենք իշխանությունից գնացին, Արցախյան կռվից հետո ոչ մեկ այդ մասին չի ասում։ Մենք գիտենք, որ Ղարաբաղյան կլանի մեջ ընդամենը 2-3 արցախցի կային, մեծ մասը հայաստանցի, չէ՞, օրինակ Գագիկ Խաչատրյանը, Հարկայինի, Մաքսայինի, ինքը, եթե չեմ սխալվում, Ախուրյանցի է, Գյումրեցի է, ու տենց շատ բաներ, ուզում եմ ասեմ, տես, բաժանիր, որ տիրեսը հասցրին դրան, այս բոլորը ծառայելով Խորհրդային Միության KGB-ին եւ հետագայում FSB-ին, քանդեցին երկիրը, Խորհրդային Միությունը գծվել էր վերջին անգամ էլի Ջոուդ Ստալինի ձեռքով, որը բաժանել էր, հատուկ էր այնպես արել, այս մասին խոսել եմ, ամեն հանրապետությունում մի հատ միլիոնանոց քաղաք փոքր, որպեսզի Խորհրդային Միությունը քանդվելուց հետո բոլորը վազեն դեպի Մոսկվա, մեծ միլիոնանոց, չէ՞ որ եթե դու ապրում ես Երևանում, ապրել ես Զեյթունում, քեզ առաջարկեին գործ Աբարանում, ասենք օրինակ ավելի փոքր Թալինում, Մարալիկում, դու չէիր գնալու։ Հոգեբանական պահը միլիոնանոցի մարդը ոչ թե իրան համարում է բարձր, այլ է դանդաղ կոտության ու լռությանը չի դիմանում։ Դու գնալու ես Մոսկվա, այսինքն կայսրությունը քանդվելուց հետո բոլորը գնում են մետրոպոլիա, գլխավոր քաղաք։ Սա հարցի երկրորդ կողմն է։ Եվ հատուկ Հայաստանում նստած այս պրո-ռուսական Լևոնից սկսած Սերժ ղեկավարները հատուկ Արցախից Հայաստան, Արցախից միայն չէ, Արևելյան Հայաստանից, Քոչվորստանից բռնագաղթված միայն 750,000 առանց Արցախի մարդկանց հատուկ իրավիճակ ստեղծեցին, որ նորից գնան լցնեն Ռուսաստանի երկիրը, բյուջեն եւ այլն։ Պլյուս դրան արցախցիներին են հիմա անում, պլյուս դրան Հայաստանի բնակչությանը։ Այսինքն սա մի շարակցական process է կայսրության ջյուդա-բոլշևիկյան սատանիստական, որը այսօր իրականացնում են Հայաստանի Հանրապետության անխտիր բոլոր ղեկավարները գումարած
Գարեգին բն իր եղբոր հետ, որոնք անընդհատ մեդալ են ստանում Պուտինից։ Ինչի համար են ստանում։ Ինչ իրավունք ունի Գարեգին բն մեդալ ստանա Պուտինից։ Հա? Երբ որ այդ նույն մեդալից ստանում է մեկի Ալիևը։ Ու Ալիևի կնքը։ Եզրասի ինչ իրավունք ունի հայ ժողով զինվորներին, հայ մարդկանց աղոթի ուղարկի Ուկրաինային դառնան անտեր մեռել։ Բարձա, ես ոչ թե Նիկոլի կողմից եմ, թքած ունեմ Նիկոլի վրա համարում եք թշնամի։ Բայց եկեղեցին նույնպես ծախվեց, Վազգեն առաջին չկա, Խրիմյան հայրիկ չկա, բոլորը Պետրոս գետադարձ են։ Չէ, այդ այն ասած, ես միշտ էլ ասել եմ, ինչ իրավունք ունի հայ եկեղեցու ղեկավարը Արցախը հանձնելու ձեն չանում, եկեղեցիները ռուսները սարքում են, հայկական եկեղեցին սարքում են իբր ուդի ուղափառ, նախ վերցնենք ուդի ազգը, ուդիքի բնակչությունն է, միշտ էլ աղվանները պատկանել են հայկական առաքելական եկեղեցուն ուդիք մարզի, ոնց եղավ, որ իրենց այսօրվա դրությամբ Ադրբեջանի Օղուզ քաղաքը, որը Վարդաշեն քաղաքն է, Նիչ եւ Վարդաշեն, բոլորի անունները հայկական էր, այդ ոնց եղավ, որ հայկական առաքելական եկեղեցին հանգարց ուդիները դառան ուղափառ, այտենց բան չկա, այսինքն միտումնավոր կերպով այս մարդիկ ձեն չեն հանում, այդ մեդալ են ստանում Հայաստանի եկեղեցիները սարքում են։ Եվ այսօր այս խառնաշփոթները իրենց ձեռքի գործն են։ Իրենք արդեն մեդալը ստացել են, փողը ստացել են, փողը ստացել են։ Հիշեցնեմ ձեզ Հայաստանի ապօրինի նվաճումը, ինչպես նաև Վրաստանի ապօրինի նվաճումը։ Կազմակերպվեց 1828 թվականին կայսերական գաղտնի ծառայության աշխատող Արգուտյանի ձեռքով հոգևորական Արգուտյանի ձեռքով, որը նրանց աշխատողն էր եւ ստիպեց 1801 թվականի փետրվարի 1-ին, եթե չեմ սխալվում, ամբողջ հայ ժողովրդին Թիֆլիսի, որը 75%-ը հայ էր, մինչև 1930 թիվը, ծենկաչոք, որպեսզի Պավել եկել է փրկելու, ծենկաչոք, բոլորը աղոթելով գնան Ղոջավան, որից հետո վրացական արդեն պատմել եմ, ոնց են սպանում թագուհուն երեխեքին, չգիտեմ, քո աղոթումով ասա, թե չէ։ Եվ եկան Հայաստանում պարսիկները ճանաչել են, թուրքերն վախից ճանաչել են 5-ի մելիքությունը, որը պարսիկներն ասում են Խամսայի մելիքություն, Արցախի եւ Սյունիքի ջրականի, Խաչենի, հա, Վարանդայի, Գյուլիստանի խանությունները, որ թուրքերին ջարդել են, պարսիկները ճանաչել են կիսանկախություն։ Վերջին մելիքը, այսինքն իշխան Արցախի մահացավ 1854 թվականին։ Եկան իբր հայերին օգնեն, ստից բերին ռուսացած այդ որ Պյոտրի հետ գնացել էին Վալերիան Մադաթով, Բարսեղ Մադաթյանին եւ Բարսեղ Բեյբուտովներին, դրանց բերին Ռուսաստանից իբր հայ եկե, Արցախից եկե, վերացրին հայկական միավորը, ստից մի հատ հայկական մարզ դրին, 17 տարի հետո քանդին, բրծեցին Հայաստանը սարքին գուբերնիա մարզ։ Ինչ ուզում են նորին հիմա անեն։ Այսինքն հասկացաք ինչի չի ստացվում։ Քանի որ ղեկավար մարդկանց, ովքեր դեմ են դուրս գալիս խորհրդային կարգին, Դեմիրճյան, Վազգեն, Մարիուս Յուզբաշյան, KGB-ի պետ եւ շատ մարդկանց սպանում են, իշխանության են բերում հասարակության տականքներին։ Քորջոուդ Լևոն, թուրք ռուսական շպիոն Ռոբ, թուրքական շպիոն Բաքվի Արցախի հարցով պատասխանատու, որ Արցախը չզարգանա, ինֆորմացիա տա Դանոս անի, որ Արցախում ազգային չլինի, Նարիմանով, Սերժիկ Ծածկանունով, Սերժիկ Սարգսյան, Ծածկանունը Նարիմանով, Բաքվի KGB-ի աշխատել։ Եվ հայ ազգի ամենամեծ վիժված եւ իր աշխարհի պատմության մեջ Նիկոլ Փաշինյան։ Ես հույս ունեմ, որ այս ձեր պատմությունը հիմա լսեցին այն մարդիկ, ովքեր որ ասում են Հայաստանի փրկությունը Ռուսաստանն է։ Ես հույս ունեմ, որ կլսեն մի բան իրանց մոտ կփոխվի, որովհետեւ եթե այս դժվար փոխվի, չէ՞, բանը։ Գիտեք ինչ էի ուզում ձեզ հարցնել, էլի պատմության հետ է կապված, որովհետեւ sense պատմության խորքից պետք է գաս, որ հասկանաս, էլի, ինչու է տենց լինում, որ եթե գաքս թե Արգենտինա, Ամերիկա, չէ, կամ ցանկացած այստեղի երկրները հայ ես հանդիպում, անգամ եթե ինքը վատ է հայերեն խոսում, ինքը փորձում է ցույց տալ, որ ինքը հայերեն գիտի, որ հայերեն բառ քեզի ասի, հա, որ հենց իմանում է հայես։ Բայց Ռուսաստանը մի քիչ ուրիշ է, ասես հայերեն բառ չեն ուզում ասեմ, վեճի ռուսերեն հետդ խոսան, էլի ցույց տան, որ մենք մտում ռուսերեն գիտենք, մտում թե եսի միշ լեզու է, իրանց մտածել։ Պապից ավելի կաթոլիկ։ Ես ավելի վետարման ասեմ։ Որ գալիս են Գերմանիա, սկսում են ստիպել բոլորին, որ իրանց ռուսերենը լսեն, այդ ամենը ահավորն է։ Այսինքն ինքը գերմանացու հետ ստիպում է, որ ռուսերեն խոսեն։ Այդ թողնենք այդ մարդկանց, ես այդ մարդկանց համարում եմ ընդհանրապես ցածր, շատ ցածր, եթե ինքը փորձում է լինելով հայ, գիտի հայերեն փորձում է ռուսերեն խոսել, ես միշտ նկատողություն ունեմ թե Էջում, թե Երևանում եմ արել փողոցում, թողեք,
Այդ մարդը ինքը արդեն իրան հոգով համարում է ես այնօրն եմ ասել, ելի եմ կրկնում հաղորդմանն եմ ասել։ Հայի այդ մի տեսակը միշտ սիրում է մեծին լպստվել։ Այսինքն տես, կյանքում ինքը չի պաշտպանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Ինքը Բրազիլիային, որ գիտի կհաղթի, Արգենտինային, բան Հոլանդիային, Ֆրանսիային, դե նրանք ուրիշ են, հասկացա՞ր։ Էս են տեսակն է, որ հարմարյան ազգանուն իրանց համար է, որտեղ իրանց համար մի ծակ լինի, հարմարյան մտնեն։ Հասկանալի է։ Ես միշտ ասել եմ ու օրինակ եմ բերել Նյուրնբերգի թիմը, որ բացես Գերմանիայի Բունդեսլիգայի գլխավոր խմբում չի, առաջի խմբի վերջի տեղն է, բայց ամենաշատ ֆանատ ունի Նյուրնբերգը։ Ես մի օր, գիտես, չէ՞ թվով, ես իմ քանի 100,000 ֆանատ ունի, չես պատկերացնի։ Բոլոր քաղաքներում ես հարցեցի, ժողովուրդ ջան, ինչ եք սենց անում։ Չէ՞ որ ինքը պարտվում ասեց, ոչինչ, մենք պիտի այնքան համբերատար սպասենք, մինչև ինքը հաղթի։ Էդի մեր մոտ չկա, տես նույնիսկ ֆուտբոլում։ Մի հատ գոլ կերան, վերջ, գոլը թողում գնում են դարպասը։ Այդ հոգեբանությունը, այդ վրաս պարտվելու, այդ օտարամոլության, հա, արա դե Պուտինը տղա է, սենց խոսալը, արա դե Ամերիկայից լավ երկիր չկան, դե կարում ես 10 հատ ջիպ առնես, դեղ ծախես, չծախես։ Այս հոգեբանությունը պիտի հելնի։ Աշխարհում մարդկանց տեսակը հատկապես տես Լատինական Ամերիկայի ստեղծման մեջ շատ մեծ դեր են խաղացել գերմանացիները։ Գիտես, Չիլին այսօր որ զարգացած է, համարվում է լատինական Գերմանիա։ Իրանց մեջ մի հատ այսպիսի բան կա, օրինակ սկզբում մենք չենք հասկանում, բայց հետո որ ապրում ես, զգում ես, ինքը ամեն ինչի հաշվարկային համեստություն ապա։ Դու այստեղ չես ճանաչի, ինքը ասենք, ինչ ասեմ, երկաթգծի տերն է, թե Մերսեդեսի տերը։ Դու կհելնես կտեսնես ինքը փողոց հավլում։ Բառացի ինքը տենց է ուզում։ Ոչ թե քծիվության, այլ հավլում է։ Հասկանում ես։ Այդ մարդու հասարակության ու ուղեղի բարձրության աստիճան։ Ստեղ էլ է տենց իդեպ։ Դու մեծա հարուստին կտենաս, բայց չես իմանա, որ ինքը մեծա հարուստ է, որտեղ կյանքում ինքը ցույց չի տա։ Հավասարը հավասարի հետ զրուցելով։ Հայաստանում 15-ով ցենց վզով մարդ հետը կֆրար, չէ։ Հա, դու ցած մտնում ես օբյեկտ, արդեն ջողում ես շեֆով, ում կողքն են հավաքված այդ մուֆտաուտողները, ինքն է ցենց կապ չունի, կոլոտա թե չաղա, է ցենց հորիզոնն է դիտում, ինչ պետք թողենք ես։ Այսինքն հասկանում ես հոգեբանական աստիճանները, մարդը պիտի աճի զարգանա, որ հասնի պատմությունը միշտ են, որ այն օրը Կարլսոնը ասես թուխեր, ասեց ով տիրապետում է պատմությանը, նա տիրապետում է ապագային։ Եթե դու չունես պատմություն, ապագա չես կարող կառուցես։ Հիմա տես Ռուսաստանի ամբողջ էությունը են, հա, տես ռուսական ազգի ինչ արին ջուրտների, ոչ մեկ ապագա չունեն։ Մի ճամպրուկի ժողովուրդ են։ Երբ մի հատ բանալում, տես ընդ կռիվը չընկած բոլորը փախնում են։ Հիմա էլի ամսի 1-ից Հայաստան են լցվել, այնտեղ հայտարարել են մոբիլիզացիա։ Տես Հայաստանից ուզում են ստանան դա։ Դրա համար Նիկոլը սեկտանտների հետ, այս 3 գիշեր, ես իմ մորմոն, Եհովայի վկա, մամեդականներ, ես իմ ադվենտիստներ, բուդդիստ, ում հետ ասես հրավիրելա, ու ասում հայ առաքելական ու շատ լսես, հայ ուղղափառ առաքելական եկեղեցի։ Այսինքն այս մարդը գալիս է այն սինդրոմին, որ փչացնի հասարակությունը ոնց որ դուրս տա։ Հայկական հոգեբանությունը ազգային է միջից հանի, որ թողնի ինչն է հեշտ, բաժակ ջարդելն է հեշտ, թե սարքելը։ Իհարկե։ Բայց դա էլ է ցեղասպանություն, չէ՞։ Սպիտակ, առանց արուն։ Սպիտակ չի, սա շատ խորքային հոգեբանական ցեղասպանություն է։ Դու մարդուն չես թողնում ինքը արտահայտվի իր ազգային, հա։ Դու ասում ես Արարատը քոնը չի, էսի քոնը չի, թուրքը աղբերա, թուրքը էսա, ու շատ մարդիկ, որ իրանց համար հեշտ է, բնականաբար, չէ՞, ցանկացած նեղություն, աստծո 10 պատվիրաններ ամենապարզ բաներն են, չէ՞, բայց իրագործելը ահավոր դժվար է, որտեղ ապրելով այս կյանքում ոնց որ Գրիգոր Լուսավորիչն է, Գրիգոր Նարեկացին է ասում, հզորագույնս Աստված ջան, ների ինձ, որ ես քարանձավում կամ Մենաստանում 100% կատարում եմ քո պատվիրանը, բայց հենց դուրս եմ գալիս կյանքը ինչ որտեղ թեկուզ ստիպում է մի բար սխալ ասել, որ մարդը գոյատևի, այս է մեր վատը, աշխարհի մեղքը ին վրա դիր, հասկանալ է, իսկ նույն իրավիճակն է, եթե դու փորձում ես իսկ մեղք գործել ամենահեշտն է, չէ՞, էլ եմ ասում, բաժակ ջարդելը ավելի հեշտ է, քան սարքելը, տունը վառելը ավելի հեշտ է, քան սարքելը։ Քրիստոնեության դեմ խոսալը ավելի հեշտ է սատանիստի ծոփ ու շվայտ մարմնական կյանքով ապրելը, քան թե իրական քեզ մաքուր պահելը։ Իրենք գնում են այդ ճանապարհ, քանդելու, այսինքն միտումնա որ սա եկել է 4-րդ էտապը։
սկզբում քանդում ազգի իրար հայում են, երկիրն է փոքրացնում սարքմա փոքր, սկսում են թաղի մարդիկ մեկը մյուսի թաղին ձեռ առնել այ Բանգլադեշ, ISI-ի, հետո սկսում են ռայոններին, վերջում գնում է Բայց դա փոքրուց է դրած։ Երեխա վաղտես դպրոցով թմենք էլ մի դպրոցի վրա, նրան գալիս էին մեր վրա։ Այդ փոքրից մեր մեջ դրած էր, որ հարևան դպրոցի երեխուն պետք է տփենք, որ հանգարց իրանք մեզ բռնեին, մեզ պետք է տփեին, հա, ասենց ու։ KGB-ի դրած, հասկանում ես։ Այդ համակարգը մտցրել են KGB-ում։ Ու մարդկանց ուղղեց հանցագործություն, ոչ մեկ չի ուզում իր տղեն նստի, բայց բոլորը տղու գրպանը զենք են դնում, որ գնա մարդ սպան։ Այսօր տեսնես ինչքան երիտասարդ մի բարի համար մարդ են սպանել նստում են։ Բայց ինչ ասում է, արա իմ տղեն ումից է պակաս, արա զենքը տանք, լավ ավտոն տանք, հասկացա։ Այս հանցագործությունները շարունակական հենց այդ ուղղությունից է։ Չէ՞ որ ուշադիր տեսել ես, որ հանցագործի տղեն կամ քիչ անստում, կամ չի նստում, կամ ձևական մի 10 օրով բռնում բաց են թողնում։ Սա էլի ֆինանսավորվում է հատուկ ծառայության կողմից, որպեսզի վատը աշկինգի վախենալու լինի։ Հասկանում ես, եթե մարդը մնում է իրանով, ոչ մեկ մյուսին չի ուզում։ Օրինակ տես, գյուղերում ինչի է սպանությունը քիչ կան կապակում։ Դե մարդիկ այնքան են իրար ճանաչում, որ շատ հարցեր անհարմար են զգում, չէ՞, գյուղը ավելի պարզ է։ Իսկ քաղաքում որ հսկայական մասսա իրար չեն ճանաչում, շահերի բախումը շատ է լինում, եւ իրենք օգտվելով այդ առիթից մեկին հանում են մյուսի դեմ, բաժանիր որ տիրես, հռոմի քաղաքականություն։ Հարգելի Գագիկ, բայց դա բանից չի գալի դասիրակությունից։ Օրինակ, ստե մենք սաղսել զենք ունենք, բայց ամեն ապուշը որ բանասի թո չես հանում խփում։ Շատ վաղ դե ասես ախպեր, հա, քո Ասաստան ներողը լինի, գնա, կներես ցավը տանեմ, գնա։ Չես հանում յուլում։ Այդ մտելա հենց այդ նույն համակարգի ձևով։ Էլի եմ կրկնում։ Տես տարբեր բան է, Գերմանիայում էլ այդպես բան չկա։ Գերմանիայում ընդհանրապես խփելու համար դու ես նստում, ինչքան է ինքը սխալ է։ Դու խփիր, դու ես նստում։ Դու խփիր, դու ես նստում։ Վրան կոտրված կեղավ, ցմա դու իրա անգել խրանից ելնես։ Ինքը քոինադու կարա գնա ատամների վրան գրի Լենդրուշ սիրում եմ քեզ բրլյանտով, փողը դու ես տալու։ Նույնիսկ այն որ առողջության չի, հասկացար, չէ՞։ Ահա։ Որտեղ Ամերիկա իրան ավտոն խփես, քեզ են բռնում, ասեն դու ես արել։ Իսկ ինքնապաշտպանության բան չկա, օրենք չկա ինքնապաշտպանության։ Չէ, դու ես արել։ Քո վրա է գալի դրա համար դու իրան անգել խրանից էլ էպես ամիս մեկ զանգվել։ Ախպեր ջան, լավ ես խոսի դե վաճի չմեռնես էլի չետա նստեմ։ Տենց է ձեր։ Հասկանում ես։ Լուրջ եմ քեզ ասում։ Տենց է։ Չինաստանում էլ կարծեմ այդպիսի օրենք կա ինչ որ մոտավոր։ Կորեայում հարավային Կորեան, հենց մոտենում ես ձեռը բարձրացնում է, որ առաջինի կամերան ֆիքսի, ձեռները բարձրա։ Ինքը չխփել։ Հա, ուզում եմ ասեմ, հասկացար, չէ՞, դա էթիկայի, կուլտուրայի կանոն է։ Իսկ ոչ թե դաստիարակությունը անհատիկ չի, քեզ թվում է թաղի մարդուց է, բայց դա նստածրած է ուղեղի մեջ։ Ճիշտ տղա, խփող տղա, լավ տղա, ջութակ նվագողը դոջիկա, լավ սովորողը դոջիկա, ճիշտը նստածելացնա, բայց այդ նստածելած իր տղուն չի դստում, միլիարդ տալիս է որ չնստի։ Ու շատ այտենց հանցագործ կլանի մարդիկ կան երեխեքը ոստիկան։ Եվ հակառակը շատ ոստիկաններ կան, երեխեքը գողականներ են։ Ու ոչ մեկ չի ասում, արա հասկացա։ Իմ ասած այնա որ համակարգային ճնշում է։ Տես դու տենց խորը չես խորացես, ես որ ամեն ինչի հիշում եմ ու խորացել եմ ու ամեն թղթերը հուշ գախնի, տեսնում եմ որ դա հատուկ հրամաններ է։ Նույնիսկ ես բան կարամ ասեմ, ես մի քանի անգամ եթերով ասել եմ, քո եթերում ովքեր խորհրդային միության ժամանակ ճամբար են գնացել կհիշեն։ Խորհրդային միության ժամանակ ճամբար գնալուց միշտ գալիս էր հիպնոզ անող։ Ու միշտ հիպնոզ էր անում։ Ու մենք ով որ սկսում էր ծիծաղալ, իրան շանտեղ չէին դնում։ Այդ հիպնոզ անողները բոլորը հատուկ ծառայության աշխատողներ էին։ Ու այդ երկու հոգին որ ընկնում էին, ասենք մի կամ երկու հոգի միշտ եղել է անգել են։ Այդ երկու հոգուն իրանք արդեն հաշվի մեջ են վերցնում, այսինքն ինքը մեր կադրն առնելու։ Ինքը մեր հիպնոսի ծնգավ մասը է մեջ։ Էլ ին վրա, քո վրա չի չարչարվում, հասկանում ես։ Այդ երկուսին անուն ազգանով, ով է, ասենք Վալոդյան Վալոդը, ով է Նունուֆարյան Նունուֆարը, վերջ գրի տար։ Ու իրանք վրա սկսում են աշխատել, այտենց են աշխատել։ Այն ինչը որ ոչ մեկ չի իմացել, խորհրդային միությունը ինչ էր, այնքան մարդ սպանին, 100 միլիոն մարդ սպանեցին, 120 միլիոն մարդ սպանելուց հետո բոլորը գիտեն թե բան աշխարհը մի երկիր կա, սովետ մնացածը սա սոված են ապրում։ Ասում են Աֆրիկա գիտեր մինչև հիմա թուրու աղեղով են։ Էլ ոչ մեկ չգիտեր որ աշխարհի ամենազարգացած երկիրը Հարավաֆրիկյան Հանրապետությունն է, որի տունը քանդին։ Առաջի աչքի, գլխի եւ սրտի վիրահատությունը 72 թվին արել են Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Մինչև այսօր աշխարհը չի կարող գլխի օպերացիա մի փոխպատվաստան։ Հասկացա, այսինքն ասածս հասկացա։ Էտա։
Ճիշտ ասած, ես միշտ իմ եթերներում ասել եմ, որ մի ապրեք Ռուսաստանի կողմից դրված պանյատներով, այ ապրեք հայ մաքուր հայ պանյատներով, եթե դուք սիրում եք պանյատներով ապրեք, որտեվ այն մնացածը սա ռուսի դրած պանյատներն են։ Էդի հայի հետ ընդհանրապես կապ չունի։ Հիմա ես գիտեք ինչ եմ ուզում հարցնել, ես նենց եմ իմ հարցերը դասավոր եմ, որ ամեն ինչ պատմության հետ կապ ունենա, հա, քանի որ Ալիևը մեր Սևանը անվանեց իրանց լեզվով, ես կուզենամ ձեզ հարցնել, արդյոք պատմության մեջ եղել է այդպիսի ժամանակ, որ Սևանը իրանց լեզվով է կոչվել կամ իրանք են այնտեղ ապրե, եթե դե չգիտեմ, պարսիկները կարող է մեզի տարած էսյան, տարած էյան, գիտեք դե։ Ուրեմն ադրբեջանցիները սկսել են այդտեղ ապրել որպես քոչվորները, որպես կովկասյան թաթար երկրորդներ 1854 թվականից Ալթայից գաղթեցված 254,000, որպեսզի հակակշիռ ունենան այդ տարածքում միշտ բաժանիր ու տիրես հայն ու քոչվորին կռվեցնեն իրար։ Ադրբեջանի ազգությունը կոչվել 1936 թվականին։ Մինչև 1936 թվականի խորհրդային միության մարտահամարի մեջ գրած է կովկասյան թաթարը, սիվե երկրորդներ, կովկասյան թաթարը ո՞րն է։ Թաթարները ապրում են Կազանում։ Կովկասյան թաթարը բերել են այդ ցեղերին բնակեցրել։ Երկրորդ Գյոբչայի անվանումը, որ ինքը փորձում է տա ու ասի, ես իր վրա միշտ լավ անեկդոտ ունեմ, քանի որ ինքը ոչ միայն Հայաստանն է ասում, ինքը Կրեմլին ասում է սարքել է Քերիմլիին, հա։ Ադրբեջանը ստեղծել է 72 կայսրություն, աշխարհի վրա ընդամենը 32 կայսրություն ա եղել, 72 հատը ստեղծել են ադրբեջանցիք։ Ինքը ծիծաղ առաջացնում մարդկանց մոտ։ Ամերիկան հայտնաբերել են թուրք-ադրբեջանցիները առաջ անգամ նավով, թե ոնց են գնացել, ոչ մեկ չգիտի։ Հա, քրիստոնեությունը առաջինը ադրբեջանցիներն են ընդունել։ Այդ կապիկություններին ոչ թե պիտի լսել, ոչ թե պիտի խոսա, դա ուղղակի ինքը ներքին շուկայի համար ասում։ Մի հատ լավ անեկդոտ դրա համար կասեմ, այն անգամ եթերում էլ ասեց, իմ ամենասիրած անեկդոտներից մեկն է։ Լրիվ Ալիևի համար։ Մի հատ 80 տարեկան մարդ գնում է բժշկի մոտ, սկսում է բողոքել, ասում է ինչ եղել։ Այ բժիշկ ջան, ես ինչ է իմ հետ կատարում, ասում է ինչ է կատարում։ Ասում է իմ բոլոր ընկերները 18 տարեկան օրը մի հատ աղջիկ են ֆռացնում, ես չեմ կարող, ասում է ով ասում։ Ասում է ընկերներս են ասում։ Ասում է դու էլ ասա։ Հենց գյուղ չես ասում, դու էլ ասա։ Բայց հենց այդ դու էլ ասա, մերոնք չեն ասում, մերոնք ասում են Ղարաբաղ։ Դե չասողը չի ասում, ասողը ասում։ Չէ, դե պաշտոնը այդ պաշտոնատարների մասին է։ Ռուսաստանի տակ կռացած են ցելով, Արցախը հատուկ հանձնեցի, ծախեցի, հա 7000 զինվորին գլխից խփեցին օրգանները Իսրայելում, մարդու առևտրի շուկայում ծախեցին, դրա համար չեն ասում։ Ինչ ես ուզում իմ մարդուց, ով որ քնում հելնում Պուտինա գոռում։ Ինչ ես ուզում դու այն մարդկանցից, ովքեր Թուրքին համարում են եղբայր։ Ովքեր Թուրքիայի գերբով իրանց խանութներում ապրանք են ծախում Բաքվի ապրանք, լֆիկ սամո։ Ով որ երազում է Թուրքիերի հետ ապրանքանի գրզում։ Իդեպ ցորենի մասին քույրի կարամը։ Ով որ երազում է Հայաստանում հանքեր Վազգենի ժամանակներից հանքեր ունեն, ռուսները ու Քոչանենք չեն թողում հանեն, քանի որ իրանց հանքերը պրսնի նոր, սա եկել է Եվրոպա, ընկել է սաղի ոտները, որ շուտ-շուտ հանքերը բացեն, մեկը կարող է Հայաստանը կործանվի, ինչ անեն հանեն։ Ես իրականություն եմ ասում։ Ինչ եք ուզում տես մարդկանցից։ Մարդ, որ ասվա շուռնուխը Ադրբեջանա, մարդ, որ աղբոր, եղբոր Արցանա թողեց, հատուկ ինձ ես ասել եմ ու կրկնում եմ, ինքը մասնակցել է եղբոր սպանությանը, տեղյակ եղել։ Ուրիշ բան չեմ ասում, ինքը խորտ եղբայրն է։ Թողեց, որ թուրքերը հատուկ հելնեն, կեղտոտեն գլխին ու ջարդեն։ Ինչ եք ուզում մարդուց, որը հայրենիք չունի։ Անհայրենիք մարդուց ինչ ես ուզում։ Ու ես ցավում եմ, բայց դա իրականություն է, ինչ որ դուք ասում եք, եւ դրա համար էլ ինչ որ միտեղ նայեք կհասկանաս խորությունը, լենդ սառնայեք խորությունը կհասկանաս։ Հավատացեք, ես նայում եմ ամեն բան չի, որ եթերում ես ցույց եմ տալիս։ Բայց նայեք, ռուս-թուրքական հարաբերությունները իրականում ադրբեջանական, բայց դե մեր համար նույնն է, թուրք հարաբերությունները նման են ինչ-որ մի հատ այն թուրքական սերիալների կամ բրազիլական ավելի շատ սերիալների, այն որ երկու զույգ իրար ատում են, վեշնի կռվում են, բայց ամեն անգամ ամեն կռվից հետո իրար մի հատ լավ սիրում են, հա։ Հիմա Ուկրաինայում նորից հարվածել են Ադրբեջանի դեսպանատանը, սա արդեն երկրորդ անգամ է, դե միջև էդ իրան գզվռտվում էին, հետո էլի իրար սիրում էին, հիմի նույն պատմությունն է մեզ սպասվում, ես ոնց հասկացա, հա, էլի հետո իրար պիտի սիրեն էլի։ Խնդրեմ։ Չէ, նայ ոնց է։ Էդ էս ոնց է։ Ուրեմն հենց սկսեցին քոչվորները, նայեք ոնց է։ Հայաստանի հարցում Արևմուտքը մի բան շահեց։ Հայի կյանքի հաշվում։ Ինքը թույլ տվեց, որ հայերը կոտորվեն։
Որպեսզի հային ապացուցի, որ քո 300 տարվա դաշնակիցը քո թշնամին։ Հասկացա, ռուսը լրիվ ցույց տվեց, սպանեց, վերացրեց, վեզե տանկերով, վիդեոները կա, Արցախ մտավ, ռուսական խաղաղապահներ են այն, Ջեյխուն Բայրամովն էլ ասեց, 15 րոպե առաջ ասում ենք, որ էսի պետք է հանձնես, ասում էր 15 րոպե տվեք հայերին քաշեմ, բառացի։ Արել են, արին, ով է տեսե աշխարհը միակ տեղն է, որտեղ խաղաղապահը օգնել է հակառակորդին հող հասնել։ Անցնենք այդ տականքությունը, անցնենք իրականությանը։ Ռուսը այսպիսի խաղեր արել։ Պիտի ինքը Թուրքիային ՆԱՏՕ-ի ծիփր կտրեր, Սիրիայի հարցում բաժանել եւ մի շարք հարցեր, եւ Թուրքիային ու Ադրբեջանին իր կողմը քաշեր, ինչպես նաեւ Միջինասիան ու Ծերստանում, հա։ Դրա համար պետք էր ընդհանրապես հային ճնշել, որ իր թուլենա իր գաղափարով։ Արցախը տար։ Արևմուտքը իմանալով դա միտումնավոր չոպնեց հայ ժողովրդին, որպեսզի ցույց տա, որ էս չի ձեր 300 տարվա դաշնակից։ Տես որ երրորդ անգամած է։ Դրանից հետո արդեն դիտորդի անվանտակ հատուկ ծառայության զորքերը մտան Սյունիք։ Վերջել ընդե բան չի փոխվել, ռուսը չկա։ Հիմա Ռուսաստանը միշտ ասում էր հայով արա թքեն վրեն, չէ՞, պարզ Սերժ Երեսինասին պատասխան չտվեց։ Հիշում ես Ռուսաստանի նախարարը, փոխնախարար Ռոգոզինը Քարորյային որ ասեց, թստլինքները գնում է, փող չունես, զենք չես առնում։ Սերժն էս մալի պես նայում էր, չէ՞, հիշի։ Հիմա նայ, հիմա գնում ենք հարցի մյուս մասը։ Հայաստանի իրանց ուզած արին, Պուտինը հելա գոռաց 20 թվի ամենամեծ ձեռքբերում է մեր վերականգնումն է Հարավային Կովկասում, իրենց ձևակերպան, Հարավային Կովկաս չկա, դա Անդրկովկաս է, եւ գնաց Ադրբեջանի հետ հարցին։ Հասկանալով, որ Ադրբեջանի նավթի մեծամասնությունը 90% առնում է Եվրոպան, եւ այստեղ նաեւ ռուսական կեղտոտ նավթն են անում, թողեցին ռուսը մի հատ է սխալվի, մի հատ է ջարդի բանին, Ղազախներին գովեցին, որ ռուսը ոգևորում մտավ Ուկրաինա անկավ թակարդ։ Ուկրաինական թակարդում բացվեց թուրքերի ու ադրբեջանցիների իսկական դեմք։ Ինչքան էլ ռուսները աղբերացան պաչիկ-պուչիկ, նրանք տակից եւ զենք, եւ նավթ, եւ ուտելիք ամեն ինչ տալիս են։ Ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի զենքերից բացի ռուսական զենքեր, որ չերևէ։ Եկավ հասավ այն կուլմինացիոն կետը, որ ռուսները փորձեցին ցույց տալ, որ իրանք ատամ են հանում։ Եվ հենց այնպես չի, որ Ալիևի աղջկան նախկին ամուսին Արազաղալ Արաբեն տղուն Էմինի ամբողջ այդ ես եղել եմ Կրոկուսի թեմթասկայական տարածքա այդ Վեգաս Մեգաս, որը տիրապետում է, դնիցելով վառին մեջն է մարդկանց ջուլեցի։ Անցավ հետո ինքնաթիռը խփին։ Հետո սկսեցին ադրբեջանցիներին վտարել, մոտապես 300,000 մարդ են վտարել իբաղ։ Հետո սկսեցին իբր եղբայրանալ։ Եկավ հաջորդ էտապը։ Ուրեմն քանի որ արևմուտքը կանչեց սրան ասեց արա արեստե նավթի պայմանագիրը չես արել, Եվրոպայի հետ ինչ ակնկալ 16 միլիարդ խորանարդ գազ, գիտես ինչքան է տվել 4-ը։ Ռուսականն է չեն թողել, որտեղ այնտեղ որոշել են, ռուսն է բռնեց, մեջը վիրուս գցեց, հիշում ես։ Նավթը ամեն ինչը կանգնա, այսինքն փոխադարձ կերան իրար։ Նրա համար, որտեղ ռուսն ու թուրքն ու ադրբեջանցին Ամերիկան ասաց լեք եկար էս իմ զենքով լավություն եք անում իրան, դե ցույց տվեք, որ իրա դեմ եք, ու երկուսով սկսած սրվել։ Բայց Պուտինը հասկանալով, որ երկրորդ ճակատ բացել է հիմա, Ադրբեջանին ինքը կարա 10 վայրկյան խփի, բայց Թուրքիա-Մուրքիա պետք է բան անեն, խաղի կանոնը իր մոտ փոխվի, ինքը հրաման տվեց իր գեներալներին, որ փափուկ ուժով չարթենք։ Մինչև պետք եղավ արագ կխփենք։ Ու սկսավ փափուկ ուժը։ Բայ թուրքերը մեր ախպերներն են ջարդ։ Թուրքերը մեր ախպերներն են ջարդ։ Եկեք պայմանագիր կնքենք, ներողություն ջարդ։ Այդ ներողության օրը դու Ալիևի դեմքը հիշում ես, որ Պուտինը ներողություն խնդրեց։ Այնի խնդրում էր Ալիևը թաղում էր։ Դա ինչ է։ Հիմա այս վերջի դեպքը։ Ռուսները ինչ մի հատ խաղացին, այսօր ես հաղորդման ասել եմ, կոմոդ էլ ասել։ Ուրեմն սրանք, որ ասում են խփում են Ուկրաինայի դեսպանատանը, Ռուսաստանը հանում փաստաթղթացույց տալու, ուղարկած Ադրբեջանի պաշտպանության նախարարություն։ Մա ես խփելուց առաջ 15 րոպե Պաշտպանության նախարարությունը ուղիղ գծով, այս էլ ժամը վարժանը։ Փաստաթուղթ եմ ուղարկել, քանի քաղաքում տեղ եմ խփելու։ Ես Ադրբեջանի դեսպանատանը չեմ խփել։ Ադրբեջանի դեսպանատանը խփել են ուկրաինացիները ամերիկյան հրթիռով։ Գնացեք պարզ։ Ուրեմն նա ինչ արի, ասել է հանգարց այդտեղից չփռակ, դուս չգաք խփելու եմ կողքերը, սրանք մնացել են դեսպանատանը, խփելա դեսպանատանը։ Հասկացա, չէ՞ մի նենգության աստիճանը։
Հիմա քանի որ սրանք դեռ չեն գտել արկի մասնիկը, ասին Իսկենդերովը։ Ռուսը հասկացել է, որ այնպես բանով է խփել, որ չեն գտել, սխալ են ասում, Իսկենդերովայի પર խփել, բայց Իսկենդերի խփած այլ հսկայական post, ասում ախպերը ամերիկյան զենքով են խփել, գնացեք գտեք։ Հիմա հարցի երկրորդ մասը, որը ես վարկած եմ առաջարկել։ Զելինսկին, որ միշտ ցանկանում է, որ բոլորը երկրորդ ճակատ բացեն ինքը թեթևանա, եւ ոչ միայն Զելինսկին, Եվրոպան, դե սկզբից վրացիներին, հետո հայերին, ինչքան Նիկոլի շունը շենյալ կար գունագեղ, արվամոլ սաղին տարել էին, որ իրանց եթերներով խոսա, որ իբր կռիվանում, չէ։ Հիմա Ադրբեջանը կոնֆլիկտի մեջ ամեն ինչ անում, որ Ադրբեջանը կռիվ սկսի։ Շատ հնարավոր է նաեւ, որտեղ էնելա ջուդ ուկրաինացին իրանց կչի, Պուտինն է ջուդ, ինքն է ջուդ։ Խփելա, հասկանում ես, հենց Ուկրաինան խփելա, որ գցի Ռուսի վրա։ Այսինքն ես այսօր լասի հաղորդմանը կրկնվելու եմ այդ հարցը։ Երբ որ Սան Ստեփանոյի պայմանագրում Հայաստանի հարցը 1878 թվականի 16-րդ կետն էր, պատասխանատվությունը դրած էր միայն Ռուսաստանի վրա, որ հայերին պաշտպանի։ Բայց երբ որ եկա Բերլինի կոնֆերանս, տարա 61-րդ վերջի կետը, պատասխանատվությունը դրվեց 6 եվրոպական երկրի վրա։ Այսինքն ես չես նորից եմ բացատրում, այս մի միկրոֆոնին ես եմ պատասխան տալի։ Եթե ես եմ տալի, ջարդա փողը ես եմ տալի։ Բայց եթե ես ու դու ենք տալիս, դու կասես Գագոնա ջարդե թանկա։ Գագոն կասի ես եմ ջարդե։ Օրինակի համար եմ ասում, մանավանդ որ հակառակորդ է, չէ՞։ Այսինքն հիմա որ դու գցեցի Ռուսի ջեբը, ելի գցեց Ուկրաինայի ջեբը, պատասխանատու չկա։ Եվ դրան մեկտեղ, բացի այս որ նավթը չի թողում, էս չի թողում թունավորեց, ցուցադրաբար Ռուսաստանից ամենակարճ ճանապարհը Ադրբեջանով է դեպի Իրան։ Քանի 1000 տոննա է, 10-15,000 թե ինչքան, որոշել է 135,000 ուղարկի տոննա, բեր ուղարկելա Միջինասիայի տարածքով դեպի Իրան։ Այսինքն Ղազախստանի ճանապարհ բանով։ Ապրես, Ղազախստան, Թուրքմենստան։ Հասկացար, այսինքն ոչխար։ Այդ որ դու գոռում ես ռուս ինձից կախված է, SS գրում ես Ամերիկա, խոսում ես ինֆորմացիա մենք լսել ենք։ Դու ստեղ չունես եւ չմոռանանք, որ ջուդն ու ռուսը իրար հետ են աշխատում։ Ես այդ հաղորդումը ասել եմ, հաղորդագրությունը, որ իրար հետ են ինֆորմացիան այստեղ վաղուց է ասում, որ պարսիկների ինֆորմացիան ջուդներին տալիս է, որ խփեն, չմոռանանք, որ ջուդներն էլ իրանց կողմից մի հատ դեղին չէ, կարմիր քարտարին։ Կանչին ասին արա արի Ադրբեջանի զորքերդ բեր Գազայում կան։ Էրդողանն ասը տարել ես գլուխդ կկտրեմ։ Հա։ Հիմեսի գնաց գլուխն են կտրելու, չգնաց էլ են կտրելու։ Ինչ որոշեց անի, այդ ապուշ հայտարարություն արեց։ Ասեց ադրբեջանական զորքը կկանգնի Գազայում մի պայմանով, որ Համասը տեից գնա։ Համասը որ գնա զորքը գնա կանգնի, ինչ արի։ Համասը կռիվանով։ Հա, իրեն պետք է որ Համասը։ Հասկանում ես, այսինքն ջուդները հիմա երկրորդ բուրհանելու տարբերակն են ու գնալու։ Ալիևի վիճակը շատ ավելի ծանր է, քան Նիկոլինի։ Նիկոլը թռնելու է, որտեղ հատուկ եթե մարդ ուզում է հաղթի, ինքը ազգի հանդեպ լավ բաներ անում։ Իսկ ես մարդը ինադու վատնա անում, որ փախնի։ Ես ինֆորմացիա ունեմ, որ անուններն են նույնիսկ գիտեմ ովքեր, երկրների անձնագրերը գիտեմ, Եվրոպա որտեղ են փախնելու, ինչ անձնագիր են առել։ Ուրիշ անուններով էլ իրենց անում։ Ո՞վ է գալու տեղը։ Հա? Ո՞վ է գալու։ Տեղը ասեմ տեղը ով է գալու։ Եթե այս վիճակում մնա, տեղը գալու է պրոռուսական մարդ, բայց քանի որ Ամերիկան չի թողելու եւ ոչ միայն Ամերիկան, արևելքը, հատկապես անատական Անգլիան, մի հատ հունվարի վերջերին կամ տես փետրվար մտ բունտ կերևա։ Հաստատեն։ Հազիվ է Սյունիք։ Լայր հազիվ է Լենդրուշ հազիվ է մտե Սյունիք։ Որ եկավ, ասենք ընդունենք Քոչոյի արտիք 1 եկավ, ով կթող իրանց։ Հազիվ մտել է։ Բայց ոչ մեկ չուզի։ Ես ձեր հետ համամիտ եմ ձեր հաղորդման վերջի հատվածին այսօրվա, հա, որ ռուսների միակ մեղքերի թողությունը կլինի Ադրբեջանին ջարդել եւ սահման դառնալ Հայաստանին, բայց այն բանով որ այդ հողերը տա Հայաստանի վերահսկողության տակ, ոչ թե Իրան պահի։ Այո, ես ասեցի, սա ֆանտազիա է, բայց միակ ռուսները դա։ Այսինքն ինքը Հայաստանի սահմանը երկարացնի մինչև Ռուսաստանի սահմանը։ Ֆանտազիա չի, դա միակ ճանապարհն է, որ իմ նման հայը փապկացնի իր վերաբերմունքը իրանց հանդեպ։ Այո, հակառակ դեպքում իր սահմանը ես ասել եմ, սկսելու է Վորոնեժից 21 թվին ասել եմ, Նիկոլ չդառնամ, 21-ին ասեմ, 22-ին ասեմ, 23-ին ասեմ, 24-ին։
25-ին ասել եմ, ամեն տարվա հաղորդումներից մեջ մինիմում 10 անգամ այդ ասում եմ։ Հայաստանը Ռուսաստանին նույնիսկ այս վիճակով ավելի պետք է, քան Ռուսաստանը Հայաստան։ Հաստատ, էս Ինքը ուղղակի կորցնում է Կովկասի բնակչությունը, ես եւ Կրեմլի վիճակագրական գաղտնի տվյալներն ունեմ, ինչքան են իրանք սխալ գրել։ Եվ անկախներին հայտարարք թվեր է։ Կովկասում, ասում եմ, ռուսների թիվը մաքսիմում Կովկասում իրանց մաքսիմում 25% է, մաքսիմում։ Իդեպ դուք այսօր խոսեցիք Մոսկվայում մահմեդականների թվի մասին, հա, հայտարարք թվեր էիք այնտեղ ասում իրանց համար էլի։ 10 միլիոն, մեծ Մոսկվան 30 միլիոն է, 10 միլիոնը մահմեդական է։ Այո, շատ Մուֆտին որ կանգնի ասի Մոսկվաբադ, այդ ինչ նշան։ Բայց Մոսկվայի մուֆտին ասում է Մոսկվաբադ։ Ոնց են ռուսները կարողանալու այս ամեն ինչի տակից դուրս գան, հա, որտեվ դուք գիտեք, որ մահմեդականները շատ արագ են, հա, ասես բազմանում Չէ, հա, այդքան արագ չեն բազմանում Ռուսաստան, դա շոու է։ Շատ արագ բայց որ նայենք հիմա, այսինքն հիմից էս բռնենք եւ նայենք թուրքերին համեմատենք։ Աշխարհում շատը բազմանում են քրիստոնյաներ, ես չես ասում։ Բայց Կիպրոսը նայենք, եկեք Կիպրոսը նայենք, հույներն ու թուրքերը։ Կիպրոսը հեչ, հեսա կբացատրեմ Կիպրոսն։ Աշխարհի ամենաշատ երեխա ունեցողները քրիստոնեական երկրներն են։ Ուգանդան, Եթովպիան, Կոնգո-Զայրը։ Բայց աֆրիկական երկրներ են իրենք, չէ՞։ Կապ չունի, աֆրիկական են, կապ չունի, մահմեդականներն են այնտեղ շատ։ Այո։ Կիպրոսի թուրքերի թիվը արհեստական է, 300,000 չի, ինչքան որ Նախիջևանում են ասում, կես միլիոն թուրք կա, ընդամենը 100,000-110,000 ունի։ Ախր ես եմ այդ դիրքերին կանգնած եղել, դա լրիվ փախել են, քան 60,000 Նախիջևանում բան էր ապրում։ Բայց քանի տարի է անցել այդ ժամանակից։ Ինչքան ուզում ապրի, 60-ը չի կարա դառնա կես միլիոն։ 95 թվից 93 5 եմ եղել, 60-ը չի կարա դառնա կես միլիոն, ընկեր ջան։ Կյանքում այտենց վերարտադրություն չկա աշխարհում։ Իսկ վերաբնակում կարա լինի։ Գերեզմանի մեջ մի 7 երեխա ունենա, գերեզմանից sense բանի պես, խոզի պես քցի դուրս։ Չի կարա 60,000։ Ադրբեջանը իրական բնակչությունը հիմա ինչքան է իրական բնակչությունը։ Ադրբեջանի իրական բնակչությունը, ես ասում եմ, լրիվ ճշգրիտ հաշված տվյալներով, որը ոչ միայն իմ դա, դուք եք կարող հաշվել։ Տեսեք, երկրի բնակչությունը չի կարելի հաշվել, բանը կարելի է հաշվել այդ երկրի սպառած ապրանքի, աղբի, սննդի, բենզինի եւ ամեն ինչի գնով, ոչ մարդու միջի ստանդարտ կա։ Չէ, պլյուս մինուսով Ադրբեջանի այսօրվա բնակչությունը մաքսիմում կարա լինի 3,900,000։ Նայեք բանակի թիվը 60,000։ Ընդամենը 1 միլիոնով են ավել մեզանից Հայաստանից։ Բա ինչ են, բա ով ասել 10 միլիոն 200,000։ Ով է տեսել, որ մարդիկ բռնեն 10 օրական իրանց հաշվետվությունը ամսական անցած ամսին չի բռնում։ Եվ գոյություն ունի բացի ադրբեջանական վիճակագրականից միջազգային վիճակագրական։ Այսօր Ադրբեջանի վերարտադրությունը 1 կնոջ հաշվով 1.39-ն է։ Ադրբեջանի բնակչության մոտավորապես 70-80%-ը մի երեխա ունի։ Մի կամ չունի։ Ադրբեջանի բնակչությունից հետո քչանում է Թուրքիայի բնակչությունը։ Թուրքիայի դեպի արևմտյան մասի բնակչությունը, այսինքն Անկարայից դեպի արևմուտք, 1.49-ն է վերարտադրությունը։ Հայաստանը միջազգայինով հաշվել է 1.73, այդ իմ թվերը չի, միջազգայինն է։ Թուրքիան ավելանում է հայերի ու քրդերի հաշվին։ Ադրբեջանը չի ավելանում, ինքը պակասում է։ Այսօր ամսական թիվ են տվել,ախո դուք ճիշտ չեք, ոնց կարա բնակչության թիվը ամսով հաշվեն, դա ծիծաղելի է։ Հիմա մեկ ամսում տվել ենք 30,000 բան, բնական աճ, այսինքն տարին 360,000, չկա տենց ազգություն, որ 10 միլիոն կամ 10 միլիոն իրանց գրած թվից 360,000 տարին աճ տա։ Այդ նշանակում է, որ ամեն կինը մինիմում 14 երեխա պետք է ունենա, եղբայր։ Նման վերարտադրություն չկա։ Կատու է, ինչ ես ասած։ 10 միլիոնը 360,000 անընդհատ երեխա տա։ Չի կարա, կանոչ օրգանիզմը ի վիճակի չի, ճագար չի, որ 45 օրը մեկ 27 ծակ տա։ Հասկանում ես, ասենց անկախ թվեր, որ իրանք գրում են, սնունդը քիչ է։ Լավ, եթե 10 միլիոն 200,000 են, դուրս է գալու, որ Ադրբեջանի բնակչությունը օրական ուտումը 100 գրամ հաց 10 միլիոն բնակչություն, 10 միլիոն 250,000, 10 միլիոն 250 են, նշանակում է օրական ուտում են 100 գրամ կարտոֆիլ, հա, դա իրանց է։ Միսը արժի Ադրբեջանը սկսել են արդեն մարդու եսիմ ինչի միսը արտադրել։ Միսը դարել է այսին 10-15,000 դրամ, այսօր մսեր են բռնել անհետ ծակման։ Ես գիտեմ, որ մարդու որտեղ իրենք սովոր են, թե առաջի Արցախյանին, թե 15 թվին,
թե երկրորդ Արցախյանի ժամանակ իրանք երեխա էին կերել, վիդեոները կար ուղարկել են Եվրոպա։ Հայ երեխա։ Այս մարդիկ մարդակերպ բայրի գազաններ ասանք Կանիբալ են, էլի։ Հա բա ինչ են։ Ռուսական բանակը որ թաթարներին ջարդեց, ինչի համար սկսեց ջարդելը հենց հիմնականում Ֆեոդոսիայի կերճի գրավման ժամանակ, որ պատերազմը հենց կանգնում էր, սրանք ձերիչացնում են իրանց մեռած ընկերներին, այդպես կտրտում պատասխանած ուտում են։ Բանակը սարսափել է ռուսական, ասել են մորթել մինչև վերջինը, չխնայել ոչ մեկին առանց գերի, դրա համար մորթել են։ Բոլոր հրանոթները դրա խփել են, ասել են մինչև վերջինը սրախողող գերի պետք չի վերացրեք, գնա դրա համար թաթարական պետությունը, որ Մոսկվան գրավել էր, դառա բիբուր 300,000-200,000 ժողովուրդ։ Մորթին բոլորին, մեծից փուճուր։ Վախեցան այդ երևույթ։ Այդտեղ էլ 1800-1700 քանի թվականների։ Հրամանատարը սարսռությամբ կարդում ես արխիվը, վատանում ես։ Հրամանատարը գեներալս մեզ սարսռում էի, որ վայրի գազանի պես ձյուս թռնում էին ներքև, իրանց մեռած ընկերոջ շհում ու կտրտում ուտում էին։ Հարգելի Գագիկ, մենք արդեն 50 րոպե եթերի մեջ ենք։ Ես կուզենայի, որ կլորացնենք 1 ժամ եւ վերջացնենք, բայց երկու հարց ունեմ։ Կկարողանանք այդ երկու հարցի մեջ։ Մեկ հարցը Ուկրաինայում հայտնաբերել են ինչ-որ հուշարձան, ճիշտ ասած տեղեկություն շատ քիչ կա, ես կուզեի իմանալ դուք տեղեկություն ունեք 1600 տարվա, հա, թե 1600 թվի։ 1600 թվի նորմալ է դա։ Ուկրաինա պետություն չի եղել, ռուսիների պետություններ, խառը, ստյուտների եւ այլն, որի ստեղծման մեջ հայերը մասնակցել են։ Կիևի սարքման մեջ չմոռանանք, որ Կիևյան Ռուսիային քրիստոնեություն բերեց հայ Վասիլ II կայսրի բյուզանդական քույրը ան։ Այս արդեն հերիքավոր ընդեղ ենքան հայկական լինի եւ չմոռանանք հենց Ուկրաինայի մի շարք Ղրիմի ոչ միայն հայկական եկեղեցիներ, ոչ միայն Ուկրաինայի, ոչ միայն քաղաքների Մարիուպոլի բնակչության եւ այլն Կարպատների ֆակտը, փաստը Կարպատ հայերեն, Կարպատ, մարդիկ այդ ձևով են ասել։ Գուցուլների նայում ես ազգություն, որ Ուկրաինացու հետ կապ չունի, միտումնավոր գրում են ռուսինները գուցուլները, նրանք իրենց ապրելակերպով ավելի շատ նման են մեր Սասունի ժողովրդին, թե գոռալով, թե խոսալով, թե հագոստով, թե ուտելով, թե իրենց կենցաղով։ Էս Ուկրաինա։ Այնքան բան կարամ ասեմ, զարմանաս, մինչև հիմա Ղրիմի տարածքում ջրեբաները կոչվում է ջուր, ջրվեժը բացի տես։ Ջրերը կոչվում է քարիս, քարի երիզով եկող ջուր։ Ինչի մասն է խոսքը։ Ղրիմում հայկական թագավորություն է եղել Ֆեոդոսիան։ Հայերը ավելի շատ են ռուսները, որ գրավեցին, քան թաթարները 35% հայ են, 30-ը թաթար, մնացածը խառազգեր։ Եկատերինան բռնեց այս հերթական հոտենոտ ջուդական Հոլշտայնսկի Ավգուստին բանը հայերին աքսորեց միտումնավորի փրթե ամաքս առևտուր, աքսորեց նոր Նախիջևան Ռաստովը սարքելու տեղը վերես լցեց բիդլը ռուսի։ Դա իրանց արկաշ։ Էսի կարճ Ուկրաինայի մասին, հաջորդ հարցը։ Հաջորդ հարցը շատ լավ էր։ Չնայած որ ասիկ բիդլը ռուս, չգիտեմ դուք տեսել եք, որ մի խմած ռոբոտ էին սարքեին գավ բեմի վրա ջարդը խուրդողա։ Տեսա, իրանց նմանը։ Ես ցավ եմ ունեցել 3 տարի ապրեմ Կիև եւ 2 տարի Մոսկվա։ Առաջի օրը որ Կիևի տոնին ես դուրս եկա, տեսա երեկոյան ռեստորանից գալիս էի, փակել ենք ռեստորանը, հենց Կիևյան ռեստորան էր կոչվում, հենց այնտեղ է աշխատում, փակեցինք ռեստորանը եկանք, վերը ջրեր, փակեցինք ռեստորանը եկանք, դուրս եմ գալիս քաղաքից էր, ով որ Կիևում է կհիշեն Ակադեմ Գարադով։ Դուրս եմ գալիս, ինձ թվում է մարդիկ են մեռել։ Լուրջ եմ ասում։ Այդ կանգառների տակը մարդիկ են մեռել, ասես վախեցած հեռախոսը զանգում են, որ հելեմ, մեկ է մի հատ կին մոտեցավ, քացո խփեց, անը տվեց։ Հել եթանք տուն, էս սրանք քրփեց։ Բայց խմած է ու լիքը դիտես, ոնց որ դիակներ։ Այս որ այդ նորմալ վիճակը։ Եվ ամենավերջում, հա, հաստատ ծանոթ է այս արտահայտությունը ձեզ, երևի բոլորին է ծանոթ, որ ասում են ամոթա մի խոսա մարդ չիմանա բան, ոչինչ մերինա, բայց սուս մնա, հա, ամոթա մի խոսա։ Այն ձեսօր ասել եմ։ Հա, այդ ամոթով սպանից, այդ որ երկիրը թալին բան, ամոթա, ինչ եմ ուզում ասեմ, այդ ամոթ ասողները, այս հայտնի գործարարի աղբոր տղուն չասին ամոթա, ուր ես գնում ամերիկաները այդ ժուրնալիստին հարցազրույց տալի, են էլ քո տեսանկյունով հայտարարում մեր երկիրը, հա, ասես ճակերտների մեջ ասենք։ Ինչի իրան չեն ասում ամոթա, մեզ ասում են ամոթա։ Չէ, ես ասեմ մի բան։ Նախ ասեմ, տես, ես ինչքան քննադատում եմ իրանց մեր ձևով Ալ-Ղայդա, որ ամենաահավոր բանն է, չէ։ Պատկերացրա գնում ես դու Սիրիա, իմիջիալոց այսօր մի հատ ադրբեջանցի են սատկացրել Աֆրիկայի մամեդական երկրում, ասելով որ դուք ջուդների կողմից եք, սատկացրել դրա ինքնատիպ լարել։ Այսինքն դու պատկերացնում ես այդ նույն բանն է, ոնց որ ես հիմա անունս տնեմ Ադոլֆ Հիտլեր, կամ մտնեմ ձեր ջուդների թաղամաս, ասեմ ես եկել եմ ջուդ փրկելու։ Քանի վայրկյանում իսկ կենթանի կթողեմ, կամ մտնեմ Թել Ավիվ։
Նույն բանն է, որ Ալ-Ղաիդա դրել է կուսակցության անունը մեր ձևով, բառացի արաբերեն նշանակման Ղայդի տղա բոլորս գիտեն, այսինքն մեր ձևի տղա, չէ՞ որ ասում են։ Ալ-Ղաիդա մեր ձևով ուրիշ անուն չկար, այդ կրեատիվը վերցիկ դրեցիք կուսակցության անունը։ Դուք ոնց եք իշխանության գալուց արաբների հետ գնալու կամ մյուս երկրներում որտեղ Ալ-Ղաիդան սպանել է, գնալու եք իրանց հետ բարև տալ։ Լավ, թողնենք էսի, փոխեցին հայամետ։ Բայց ասեմ ճշմարտությունն է։ Ես միշտ ճիշտ եմ ասում, ես ոչ մեկի կողմից չեմ։ Ես նայեցի եթերը, իմ համար այդ եթերը խայտարակ չէ։ Ինքը խոսեց, քանի որ Կարլսոնը դրեց հիմքը քրիստոնեության վրա, որպեսզի քրիստոնեական աշխարհը հելի, ինքը հիմքը դրեց քրիստոնեության վրա։ Ես մինչև վերջ բարբար 3 անգամ նայել եմ։ Համարում եմ Նարեկ Եսի ամենակայացած խոսքերից մեկը։ Եթե ինքը սենց պահի տես, բայց եկավ ապականեց էլի գնաց Նիկոլ այդ ճաշկերույթի էլի այդ սեկտանտների հետ նստավ խոսալ։ Այսինքն ոնց բացատրեմ, ուզում են մի բան անեն, բայց ոնց որ իրար պաստան, որ ինադու ես ինձ վատ ցույց տամ, որ X մարդ անցնի։ Դες երբ որ պետք է, նախ շատ լավ խոսած, իրոք եմ ասում, քանի որ եւ բոլոր որ ասում են հիմքը դրեց Եղեռնի քրիստոնեության վրա, որ մամեդական կրվի, չէ, այդ Կարսոնը դրեց, ինքը պարտավոր էր այդպես խոսալ, որպեսզի քրիստոնեական աշխարհը հելնի դրա համար։ Այսինքն երբ որ քո ուղղությունը դնում են, դու պետք է այդ խոսաս։ Հիշեցնեմ, որ սա կրոնական կռիվ չի եղել, ամենաառաջին մամեդական խորհրդում 3 անգամ վետոյա դրել ընդհանրապես այդ հարցը կրոնական չի մտել Ինդոնեզիայի կառավարություն։ Սա մեզ մի գցեք ձեր կռիվների մեջ Ադրբեջանի։ Այդ կրոնական չի, դուք ազգի հետ խնդրեմ ունեք, ես չունեմ։ Հայաստանի հետ ես խնդրեմ չունեմ, հաջող։ Եվ հետևից Մալազիան անունն ասել ու չեղել, էլ չասեմ արաբներ։ Այսինքն հասկանում ես, չէ՞, էսի հարցի մյուս կողմն է։ Իսկ այդ ամոթան, այդ են տականք, էլ եմ ասում, կրավորական հայը, դա թշնամին է։ Եթե ես տեսնում եմ հային սպանում են ձեն չեմ, հարմասում ես ինչ գործում եմ, ես արդեն մեղսունակ եմ։ Այդ ամոթ ասողները ամեն ինչում մեղսունակ են, իրանք հարմարվում են, կաշառքով հարցեր են լուծում, ուրիշին ամոթ բան, որ իրենց բացնե չէ։ Իրանք կեղտոտ են, բայց ուրիշին ասում են։ Այդ նույն բանն է, որ ես այսօր Ավանեսյանի ձեռ առա, գրել են չես ամաչում, խեղճ աղջկան, եղբայրը Արցախում մահացել, տղան ծառայում է։ Ինչից ամաչեմ։ 30,000 հայ կորոնայից սպանեցին, 7,000 զինվորի օրգաններ ծախեցին, պետ պատվեր այսքան տարի փագեր, 20-25,000 մարդ պետ պատվեր չստանալու համար մահացան, իր եղբայրը մահացել է, տղեն է ծառայում է, հələ գժի պես գոռում էր ինքը ջուդիկ, թե հələ փորձվի մեկով Ադրբեջանի վրա կրակի կսպանեմ, տղես ընդեա ծառայում, այսինքն Ադրբեջանի տակ մտնենք, մենակ մերը լինի։ Այսի ամոթ չի, ամոթը այն է, որ բարձրաձայնողին են ասում, իսկ ով որ բարձրաձայնողին ամոթ ասում, իր տակը ամենակեղտոտն ենք իրանից է վախենում, որ իրանն է չբացի։ Այո, այո։ Հարգելի Գագիկ, նա ցենց ասեմ, որ ամփոփենք, հա, ոչ թե ես քննադատում եմ, հա, տվյալ անձի ելույթը, այ քննադատում եմ, որ մի դու էլ ես այսօր լավ խոսած է։ Դու էլ ես այսօր լավ խոսած է։ Քեզ խի են ասում ամոթա, իրան չեն ասում ամոթա։ Հասկանում եք, չէ՞, ես ինչ եմ ուզում։ Ինչ են։ Շատ։ Շատ։ Այդ է։ Կարճ ասեմ, նայ։ Ինչ անում։ Երբ որ մեկը sense գողական է, ինչպես մենք գիտենք, խաղը բաբան նստածել է, իրավաբեկ գնացողները կամ հարուստա կամ իշխանության մեջ է իր մոտ հատուկ գնում են մարդիկ, ես այդ նորություն չէ, շատ եմ տեսել Երևանում, ծիծաղասեք է։ Գնում են հատուկ այն ժամանակ, նախորդ տեղեկանում է, որ այդ ինձ է, մի հատ գրում բարև են տալի, որ ներկայացվածանք, ու նստում են այդտեղ կամ չեն նստում վրաս հետում գնում են, որ մենք այդտեղ եղել ենք։ Իսկ որ սովորական մարդ հավացում կապ չունի, այդ տրյուկը չկա։ Ես շատ եմ ապրել թե Հայաստանում, թե տարբեր տեղեր հայերեն շփվել։ Հասկացա, այդ ամոթայի ասողն է, այդ սաստանն են, էլի։ Կարող է մի օր պետք գա։ Կանգնես մարդուն բան չասենք, մի օր պետք կգա։ Հասկանում ես, այն հետին թվով մի օր կարող է մեր գործընկնի իրան։ Իսկ Գագոյն ասենք ամոթա, ինքը պետական պաշտպան չունի, ինչա որ խոսում է։ Չհասկանալով որ խոսքը ամենակարևորը։ Մենք էլ մեր հերթին ասենք, որ ամոթը խնդրեմը տեսնել եւ չբարձրաձայնելն է, այդ է ամոթ, մնացածը ամոթ չի, բոլորը ամեն ինչ գիտեն, բոլորը ունեն հատուկ ծառայություններ, તો մեզնից մի բան էլ ավել գիտեն։ Ես էլ ասենք այդ ամոթը ասողներին։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք ընդունեցիք իմ հրավերը, շատ հիանալի զրուցակից եք դուք, շատ հաճելի է ձեր այդ հաղորդում վարելը։ Եթե բան ունեք ավելացնելու, ասեք եւ վերջացնենք։ Լենդրոս ջան, ես միշտ ուրախ եմ, որովհետև ելի եմ կրկնում, կես բառից հասկանում ենք, հարցը թե
լրիվ հասկանալու է կես բառից, շատ ուրախ եմ միշտ հրավիրելու համար, ես երկրորդ անգամ եմ միշտ կավարտեմ խոսքս քո հետ ասած ամոթին մեր հզորագույն Ռաֆիի խոսքով, որ ասում են, ինձ միշտ մեղադրում են բանի մեջ, Խաչագողի հիշատականն է, ինձ միշտ մեղադրում են, ասում են, չի կարելի մեր ազգի կեղտոտ լվացքը անել դուս, որ Խաչագողերին է ցույց տալիս, բայց մենք պարտավոր ենք բարձրաձայնել, որ Արարատը վերանա։ Այսօր Հայաստանում 35 տարի իշխում են Խաչագողերը։ Տես Խաչագող են, Խաչի մարդուն նստում, ելնում ասում է, ես եկել եմ փրկելու։ Խաչագողերն են նստած բոլորը, ազգին ծախող Քավոր Պետրոսները։ Նիկոլը Քավոր Պետրոսի երաշխիքն է ուզում, փողոցում արյուն լինի, ըստ իր գիրքի, ինքը սենց նայելով Քավոր Պետրոսի պես մուքեցված ապակիով ավտոն մի քիչ բացի, հիանա արյունով թաղթի։ Բայց դա չի լինելու, քանի որ վերև Աստված կա, իսկ Աստծո անունը հայ է, մենք Աստծո զավակներն ենք, անընդհատ կրկնել եմ։ Աստված մեզ գլխով տալիս է էներգիան, ոտքերով տալիս ենք հողին։ Դրա համար աշխարհի վրա Արգենտինա ապրես, Գերմանիա, Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, դու մնում ես հայ ստեղծարար։ Իսկ ջհուդն ու թուրքը միշտ իրանք առարկայական են փող։ Իրանք բոլոր տեղերը վերանում են։ Ցույց տուր հայերին աշխարհում ամենից սարքել են, ցույց տուր մի հատ քոչվորի կամ թուրքի, որ մի բան է սարքել, բացի քանդել կամ ջհուդի։ Դրա համար Աստված մեր հետ է, դրա համար Աստված թող միշտ արժանին օգնի հայ ազգին, Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինի, որտեղ նրանք ամեն ինչին տունակ են։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արտվինում, Բաբերդում, Կիլիկիայում, Սասունում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։ Ստեսություն։ Ամեն, ստեսություն, հաջողություն։